Շայգուի հայտարարություններին, հա, նաև այդ հարցին։ Շոյգուն շատ կոշտ, որպես անվտանգության խորհրդի քարտուղար կոշտ կեցված կա դրսևորել այս բանի հետ կապված, մոդուլայինի հետ կապված, շատ հստակ ասել, հա։ Եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը անցնի գործնական փուլ, մենք ինչպես տարածաշրջանի բոլոր պետությունները եւ հենց Հայաստանի ժողովուրդը ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը։ Ամերիկացիները միշտ ունենում են շատ գրավիչ բիզնես առաջարկներ, բայց միևնույն ժամանակ Միացյալ Նահանգներում դեռևս ոչ մի փոքր մոդուլային ռեակտոր չի կառուցվել, առավել եւս չի գործարկվել կամ առավել եւս չի փորձարկվել արդյունաբերական շահագործման մեջ։ Մարդիկ ասում են, դուք կռոլիկ չեք, լավ։ Մենք դու կարող եք կռոլիկ դառնաք, ճագար։ Մենք չենք ուզում, որ մեր տարածաշրջանը ճագար լինի, որտեղ այդ ռադիացիան մեր մոտ հյուսային Կովկաս կարող է հասնի քամին բերի, մեղմ ասած, եթե կառուցեցին եւ վթար եղավ։ Այսպես Ռուսաստանը կոշտ կեցված կա դրսևորում։ Ես կարծում եմ սրանով ամեն ինչ ասված է, Ռուսաստանի կեցված կես մոդուլայինի հետ կապված։ Մոդուլային Չինաստան, Ռուսաստան։ Այդ 90-ականների մութ ու ցուրտ սարսափնել հո շատ հեռու չի, դա էլ տեսել են, ասենք թե չեն հասկանում, որ ցեղասպանություն կամ Արցախը չեն ուզում իրենցը համարեն, ինչ արեցին։ Բա դա չեն պատկերացնում, որ ինչ է սպասելու։ Հա, իմիջիայլոց քանի հազար հոգու էր, հետաքրքիր էր։ Ինչ։ Շնորհակալություն էին հայտնել, ինչքան մարդու էր զրկե, որ ես կարդացի, ՔՊ-ի կողմից կառավարվող, սիրելի հայրենակիցներ ուշադրություն, հեցում փետրվարի 11-ին հոսանքազրկվել է 168,000 բաժանորդ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Իհարկե շնորհակալություն, որտեղ այդ 168,000-ը կարող լիներ օրինակ 1,168,000, 1 միլիոն չկա, 168,000։ Դուք պատկերացրեք, որ ցանկացած կայացած համակարգ, որ տան այս ապիկարների ձեռքը, իրանք ոնց որ պետությունը, իրանք այդպես ավիրում են։ Եթե դուք չեք ուզում հավատալ, ես ձեզ հասկանում եմ, դուք չեք ուզում մեզ լսել, որովհետև դուք ուզում եք փախնել այս իրականությունից, ձեզ խաբել, չէ, լավ է լինելու։ Չէ, այդ չի, չէ, թուրքը չի գալու այստեղ։ Այդ սիրուն ոնց է գալու։ Ձեզ նենց Եթե սիրուն։ դեմը չառան։ Հա, իրանց ձեզ լավ ձեռք կա տալիս, էլ ձեզ խաբեք։ Ալթայից դուրս եկած ցեղախմբերը Բայց եթե սիրով եկան ու նվաճեցին երկիր մոլորակի դրախտավայր տարածքը։ Բայց եթե չեք ուզում դրան հավատալ, շատ գեղեցիկ տեղ կա, օրինակ կամ փոսեր, Նիկոլի բերած փոսերը, Նիկոլի աղելի թալանը, այդ որ Անդրեվ է եկել, գնացեք դե չէ, այն որ գնում էի բան, խորվիրապես Մասիսի էս ինաս նոր ճանապարհը, որ տեսել եք այդ ինչ ճան։ Տեսի, ես շատ բաներ տեսի, չխոսեմ։ Եթե դուք չեք ուզում հավատալ, գնացեք այդ Անդրևից հետո ձեր գլուխը մտցրեք, Նախկիններն են ձեր գլուխը չէ, դա չի աշխատում։ Այդ չի աշխատում, այդ միայն տհաս մասան։ Խեղ կատակ Խուդոյանն էր ասում։ Գլուխդ գնացեք, ձեր գլուխները մտցրեք այդտեղ, ձեզ դուրս կհանեք ու ասեք ինչ պիտի ասեին, շնորհակալություն պարոն վարչապետ։ Չէ՞։ Ասեք ամենակը թող շնորհակալություն հայտնեն, բա ինչ չէ։ Ինչ է։ Սա է։ Բարի։ Այսքանը կարծում եմ։ Բայց մի ինչ որ բան էլի վերջում դրական։ Վերջում դրական։ Այո, դրական, որ Մեզանից է կախված։ Որևիցե մեկը ոչ ռուսը, ոչ ամերիկացին, ոչ ֆրանսիացի, ոչ դիմությունը չի հասկանում, որ թուրքը մտնելու է Երևան։ Մեզանից։ Մեր ոչ մեկ չի հասկանում, ասենք մի 100 մարդ է հասկանում, մի հատ Արթուր Խաչիկյանն է հասկանում, էլ ոչ մեկ երևի։ Այդ տխուր է իսկապես։ Չգիտեմ, ելով է հասկանում։ Ոչ ես շփվում եմ, չէ՞ մարդկանց հետ։ Մի 10 մարդ չկա, որ այդ գիտակցությունն ունի, մեզ հետ ինչ են անելու։ Խապը, իմ, չէ, սենց Երևանը լինելու է, Սևանը լինելու է, չգիտեմ ինչը լինելու է։ Եղեք։